Շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ Տաշիրի բժշկական կենտրոնի կառուցմանը։ Տաշիր համայնքի պետական ու սուբվենցիոն ծրագրերն է ներկայացնում Լոռու մարզպետը քաղաք եկած վարչապետին ու իր թիմին։ Արեն Մկրտչյանը թվարկում է, կառուցվում է 5 նոր կրթահամալիր, ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցներ, անցկացվել լուսավորության համակարգ։ Տաշիր Մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արվածա 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի։ Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արվածա 4-ը սպասում են եղանակները թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Մենք սուբվենցիոն ծրագրերով հավասարապես ֆինանսավորել ենք եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ չի։ Ինչու ենք այդպես արել, որովհետեւ մենք այս ծրագրերը անում ենք մարդկանց համար, բնակիչների համար եւ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար։ Քաղաքացիների հարցերը վարչապետին շատ էին ու բազմազան, առաջնահերթը խաղաղությունն էր։ Թերահավատ քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը լսեց մինչև վերջ ու պարզաբանեց։ Բա որ Աստված ոչ անի ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի։ Որ ավարտեք, ես կարձագանք եմ։ Ավարտեցիք։ Մենք ընտրություններում հանդես ենք գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետքա ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետքա ցույց տա, որ հանդես գալով խաղաղության ծրագրով եւ կարգախոսով հանդես եկող ուժերի օգտին, որովհետեւ այն ուժերը, ովքեր գալիս են, ասում են 29743 քառակուսի կիլոմետրով մենք չպետքա բավարարենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պաշտոնական իրանց բաներով, պոստերներով, վիդեոներով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ եւ պատերազմ։ Մենք չենք ասում, որ խաղաղությունը կախված է մեզնից, մենք ասում ենք խաղաղությունը կախված է ժողովրդից եւ ժողովուրդը այս ընտրություններում պետք է խաղաղությունը տեր կանգնելու իր կամքը ցույց տա։ Լավ է, եղբայր։ Բարև ձեզ։ Ձեր համարն էլ ունեմ, Ռուսաստանից կապնվել եմ, եկել եմ ձեզ ընտրել եմ, հիմա էլ կընտրեմ, ջանի դզի մերն եմ։ Ես ձեզ։ Այս կնոջն էլ անհանգստացնում էր դպրոցում ստացած ցածր աշխատավարձը։ Այսօր Հայաստանում ասում եք 60,000 դրամ են ստանում, այսօր Հայաստանում ուսուցիչները մինչև 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, բայց դրա համար պետք է ատեստավորել գերազանցով, դրա համար կա տարակարգա պետք ունենալ եւ այդ է ճանապարհը, որովհետեւ հասկանում եք, ես ձեզ մի բան ասեմ, եթե բոլորը ոչ մեկը այդ ջանքով չգնա ինքը իր աշխատավարձը չբարձրացնի, ինքը կրթությունը չլավացնի, աշխատավարձը չմեծացնի, ոչ մեկ չաշխատի, պետությունը ոնց բոլորի ատամները սարքի, տուն սարքի, էս անի, ճանապարհը սարքի, էն անի, էն անի։ Ասա եղբայր։ Ողջունում եմ։ Էն հա մամա։ Հա, սպասի։ Հա մայրիկ ջան, էն մայրիկ հետ ենք խոսում։ Բարև ձեզ, մայրիկ ջան։ Բա այս մեր քարտեզներից մի հատ ձեզ նվեր չբերեմ։ Հա, հեսա գալիս են։ Քաղաքացին հեռախոսով հրավիրեց, վարչապետը անձամբ այցելեց քաղաքացու բնակարան։ Համեցեք, պարոն վարչապետ ջան, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալ ենք ձեր։ Համեցեք։ Շատ նեղություն չենք տա ձեզ։ Խաղաղության կողմնակից եմ, ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Շնորհակալ ենք շատ։ Շատ հարգում եմ ձեր ծրագիրը, ընդունում եմ ձեր ծրագիրը, օգտվել եմ այս բժշկական օգնությունից, շատ շնորհակալություն։ Նորմալ, պարզեր մի հատ նոր կին կար փողոցում, տենց շատ տեղյակ չէր, որ տենց բան կա, փորձում ենք բացատրել, թե ոնց կլինի եւ այլ, ասում էր առողջական խնդիրներ ունենք, ասում ենք բա գնացեք դիմեք եւ այլն, ոնց որ այդքան էլ հələ մարդիկ կան, որ տեղեկացված։ Շատ ճիշտ եք։ Բարևել ենք ձեզ։ Բախի չբարևենք։ Նա նվիրենք սրանից ձեզ, կարելի է իմ ձեռքով սենց փակցնեմ, եթե թույլ տաք։ Ահա, այսպեսին էր Տաշիրի մեր այցը։ Ավտոբուսը ուղևորվեց Ստեփանավան։
Գյուլագարակից եկած քաղաքացիները պատմում են, որ կարկուտի վնասի փոխհատուցում չեն ստացել։ Դե բայց մենք կարանք ստուգենք, թող կոնկրետ այս դեպքում հասնում էր, թե չէր հասնում։ Մենակ իմը չէ, մի 14 հոգու պահելա։ 14 հոգու անուններով մի հատ բան արել։ Անուններով բոլորով մի հատ Ում ուղարկի մի հատ կոնկրետ։ եկեք մարզպետարան Լավ, գծերը կոնկրետ, ում կոնկրետ։ երկուշաբթի օրը Չէ, մի հատ ինքը թող ուղարկի կոնկրետ մարդու, դուք կվերցնեք կնայեք։ Էս ինչ։ Աչքով չտանք, աչքով չենք տա, մեր աչքով։ Վարի, էս ինչ լավ հավես խանութ հա։ Ամեն ինչ կա։ Էս ձեզ հաջողություն ձեր գործերին։ Հələ ինչ լավ ապրանքներ ունեն, հələ նայեք։ Բարև ձեզ։ Ուզում եմ գե Փաշինյանի տենա, խիչի տենա։ Էս քեզ։ Լոնար ջան, այ սենց էս եք կպցնենք։ Ուզում եմ Փաշինյանի տենա։ Էս քեզ։ Վարչապետին ներկայացրին նորոգվող այս փողոցը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրով։ 440 միլիոն սուբվենցիա։ Այս բաները ջրահեռացումները բան հետ անում եք, թե չէ։ Հա, սկզբից որտեղ որ նախապես են դաժարացել, ներկայումս որտեղ հենց կարիք կա այդ ծրագրի մեջ ենք այդ ծրագրի շրջանակները։ Ստեփանավանում իրականացվող ծրագրերից քննարկեցին նաև Աշոտաբերդ թաղամասի կառուցման 10 միլիարդանոց ծրագիրը։ Երբ կավարտվի նորմալ գն մաշինարարությունը։ Մի քիչ թույլ են, բայց ոնց որ այս տարի լավ զարգ են տվել, ճիշտ ասած դες խոստացել են, որ 26 թվականի սեպտեմբերին բան ինչ որ մի մասը պետք է հանձնենք, տեղափոխենք երկրորդը սկսենք, 28-ն ավարտի ծրագրի։ Ահա։ 296 309 ընտանիքով բան վարչապետ, շատ մեծ ծրագիր է, դեռ հանրապետությունը նմանությունացող ծրագիր։ Քանի շենք է կառուցվում։ 15 շենք, շատ լավ է։ Դուք ապահովագրությունով եք ստանում դեղ, թե չէ, հա։ Հիմա ապահովագրության դեղերն եք ստանում։ Էս ձեզ։ Ինչքանի դեղ եք ստանում, նախկինում ինչքան եք վճարում այդ դեղերի։ Չեմ կարա ասել։ Չեմ հաշվում, բայց ինչպես կական ստանում։ Այսինքն հիմա դեղերը վերցնելու եք, փողը չեք տալու։ Ահա։ Եղավ։ Հետո փողը մենք ենք տալու։ Ճանապարհների նորոգումներ վերջին տարիներին Ստեփանավանում եւս շատ են եղել։ Բաղրամյան փողոցն է վերանորոգվել է Բարև։ 21 թվին, 21-22։ Ահա։ Կողքի փողոցը, Չարենցի փողոցն է ամբողջությամբ վերանորոգված է։ Ռաֆինել 3 մղձուկ հայտարարել Ռաֆինասը։ Ձեզնից շատ շնորհակալ եմ խնդրանքները իրականացրել երեխայի համար շաքարային դիաբետի համար, որ դիմել է սերների համար արդեն տրամադրել։ Մի ձեզ հետ մի անգամ չենք հանդիպել բանում։ Հա, ճիշտ է։ Այդ ժամանակ էր, որ ես էլ ասի առաջիկայում լնելու է այդ։ Անչափ շատ Հա, հետո բանը տեսանյութն էլ բանում իմեջում դրեցի։ Այո, անչափ շատ Լավ է։ Ահա։ Էս էլ Ստեփանավա առայժմ Արդեն Վանաձորում Արեն Մկրտչյանը ներկայացրեց 13 միլիարդից ավելի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել։ Ասի քանի փողոց Մանաձորի 42 նոր փողոցներ 42 փողոց էս ավագանու, որ երկար ժամանակ չէր ստացվում նիստ անել, սպասում էինք էլի, ավագանու որոշման արդյունքում Վանաձորի 42 փողոց 42 փողոց թվով միջին նորոգում, հիմնանորոգում, թե միջին բոլոր նորոգում չունեն բոլորը հիմնանորոգում։ Պարոն վարչապետ ջան, 18 թվից այս կողմ ես նենց հաճույքով եմ գալիս իմ երկիր, որ տեսնում եմ այս բարեփոխությունները, այս արդարությունը, որ այն արդարությունները, անարդարությունները էլ չկա։ Իմ լավ ղեկավար, իմ սիրելի Փաշինյան ջան, Շնորհակալ եմ, Մարիկ ջան, գրկում եմ, պինդ համբուրում եմ։ Վանաձորցի տղան վարչապետին պատմում է, թենիսի փակ կորտ չունեն։ Ուզում եմ դիմել ձեզ, Չգիտեի, որ Վանաձորում թենիս պարապում են, կմտածենք։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում անդրադարձ կա բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրին, տեղեկացրեց վարչապետը բազմազավակ ծնողին։ 4 տարի արդեն Հայաստանում գործում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական նպաստ։ Ամիսը 50,000 դրամ, մինչեւ 6 տարեկան։ Ես դրանից օգտվում եմ, ես ունեմ 8 երեխա, որից 7-ը անչափահաս։ Հիմա տեսեք։ Մենակ դրանից եմ։ Հելա մի րոպե, այս նախընտրական ծրագրում է կետ եք դնում 6 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների համար բնականաշինության ծրագիր ենք անում, որ բազմազավակ երեխաներով ընտանիքներին բնականաշինության ծրագիր անենք իրանց համար։ Լեռնապատ գյուղի այս բնակիչը ունի բնակարան գնելու սերտիֆիկատ, սակայն ցանկանում է տուն գնելու փոխարեն իր կիսակառույցը ավարտել։ Այդ գյուղում 42 բգվ ենք տվել, վաճառքի տուն էլ չկա, իսկապես չկա։ Եվ կիսակառույցը ուզում է տուն սարքի նույն գումարով ինչ որ տվել ենք տուն առնելու համար։ Ինձ թվում է լինող գործը։
Այս քաղաքացին էլ պատմում է մայրիկի առողջական խնդիրները համընդհանուր ապահովագրությամբ են լուծել։ Առողջության ապահովագրությունը ոչ միայն թոշակառուների կամ ոչ այնքան թոշակառուների, ինչքան իրանց երեխեքի համար, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ լարված է, ասում է, բա որ հանկարծ մի բան ունի, Աստված չանի, ինչ ենք անելու։ Հավաքված մարդկանցից շատերի հետ վարչապետը չհասցրեց շփվել։ Ինչքան մարդ է հավաքվել։ Շնորհակալ ենք շատ։ Վանաձոր շնորհակալ ենք, շատ սիրում ենք բոլորիդ։ Ում չհասցրեցինք, բարև ենք, նկարվեք, էլի կգանք, հələ կգանք։ Հաջորդ ուղղությունը Սպիտակն է։ Սպիտակը քաղաք է, չէ՞։ Այո, Բամարզադաշտը չի ունի։ կունենա։ Ինչ ենք անում։ Զրոյից մարզադաշտը կառուցում ենք Խոտածածկի հարց ֆուտբոլի ֆեդերացիա։ Ակադեմիա, հա, ֆուտբոլի թե։ Ստանդարտներով 106 մետրանոց Ստադիոնի։ Շատ լավ։ Վարչապետը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրով Հայաստանի բոլոր համայնքներում կառուցվելու են 100 կոմբինացված մարզադաշտեր։ Որտեղ որ ընդհանրապես չկա, այնտեղից կսկսենք ու տենց կշարունակենք։ Այս կինը մեծահասակների անունից շնորհակալություն էր հայտնում առողջության համընդհանուր ապահովագրության համար։ Քանի որ ես բուժաշխատող եմ ու շատ եմ շփվում այդ առումով, մեր մեծահասակների մոտ դուք ասենց ասեմ խնդիր չունեք։ Իսկ ձեր մոտ խնդիր ունեք թե չէ։ Իմ հետ մեր մոտ հաստատ։ Իսկ ձեր աշխատավարձը ավելացել է թե չէ։ Սպիտակի բնակիչն էլ տան խնդրով էր եկել, երկրաշարժից հետո դեռ վագոն տնակում է ապրում։ 2019 թվից ամեն տարի տարեկան 500 միլիոն դրամ դրել ենք, այն հույսով որ պրծանք, այդ փուլը պրծավ, հետո պարզվեց էլի չեք պրծել։ Հիմա մենք նախընտրական ծրագրում վթարային բնակարաններ տների համար բան ենք անում, ծրագիր ենք փորձում անել, որ հանրապետության բոլոր վթարային տների խնդիրը լուծենք։ Վարչապետն ու պաշտոնյաները չնախատեսված կանգառ ունեցան նաև Ջրաշենում, որտեղ բնակիչները երկու հարց բարձրացրին։ Գյուղում գազատար կա, սակայն գազ չկա։ Մյուսը վերաբերում է խմելու ջրին, նախագծային սխալ էր եղել։ Վարչապետը հանձնարարեց երկու խնդրին էլ լուծում տալ։ Երկու շատ կարևոր նորություն գյուղի համար։ Առաջինը գյուղը մանկապարտեզ կունենա, նախագիծը ավարտած է, ուղարկում ենք նախարարություն սուբվենցիոն ծրագրով, գիտեք առանձին մանկապարտեզի շենք չկա, մեծ գյուղ է եւ կարևոր հարց է գյուղի համար։ Եվ երկրորդը գյուղ-տանուխ ճանապարհը 3 կիլոմետր նախարարի հետ ենք քննարկել, դեպարտամենտը զբաղվում է արդեն ասֆալտապատում մայթերով։ Այս տարի քննարկի մեջ է։ Ավտոբուսն ուղևորվեց Արագածոտնի մարզ, Ապարան քաղաք։ Բարև։ Թոշակառու այս պապիկը վարչապետին իր խնդիրն է ներկայացնում, վարկեր ունի, որը չի կարողանում արել։ Բայց թոշակից չի պահվում, չէ՞ դրա։ Չէ։ Իմը 10000 դրամ ավել ստացել։ Ձրի եք ստացել։ Հələ նայ։ Հələ մարդը դեղերը իրա ստացել է առողջության ապահովագրության համակարգում։ Որս 6 միլիոնի ապարացիա։ 6 միլիոնի, որտեղ։ Մի ամիս առաջ։ Լավ է հիմա։ Կբարևեք հայրիկի։ Վարչապետը նաև ընդգծեց, թե ինչքան կարևոր էր էլեկտրոնային դեղատոմսերին անցում կատարելը։ Եթե այն ժամանակ մենք դեղատոմսերը տենց քաղաքական որոշման մի քիչ քննադատությունների տարափիտակ էլեկտրոնային չդարձնեինք, առողջության ապահովագրության համակարգը պարզապես չէինք կարա ներդրենք։ Իսկ մեր գործերը ո՞նց են ընդհանրապես։ Շատ լավ է։ Մեր պլանի շրջանակում ենք թե։ Այո, մենք մեր Այս ամեն- ֆինանսական ամփոփել ենք։ Շատ կարևոր ցուցանիշները, որ մենք ինչ որ կանխատեսել էինք դիմելիությունը, մեր հաշվարկները ճիշտ են, այսինքն բյուջեի շրջանակներ։ Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, ընտրությունից հետո էլ առողջության համընդհանուր ապահովագրությունը շարունակվելու է։ Էմմա Վարդանյան, լուրեր։